այդ ապօրինությունների շղթա գումարած ինչ էլ որ լինի, դուք ես պարտված մի ճանաչիր, ինչ որ տեղի ունենում, ասա որ դրական է, ասա որ քո շնորհիվ է, միայն որևէ վատ բան բարդիր ուրիշների վրա։ Հիմա թե Հայաստանում պիտակավորել են նախկիններ, իսկ նախկիններ որպես քաղաքագիտական կատեգորիա առհասարակ չունի, դա պրոպագանդիստական գեբելսյան նարատիվ է, որը ուղղակի խոցելի է դարձնում մարդուն, վախկոտ է դարձնում մարդուն, այդ ազդակների վրա է ազդում, որպեսզի նա չմտածի, որ իր քայլերից, իր որոշումներից այդ իշխանությանը դեմ գնացող ինչ-որ բան կփոխվի։ Ուղղակի մարդուն այսպես թևաթափ անող այսպիսի հայտարարություն է։ Ուրեմն, եթե գումարենք ապօրինություններ, գումարած ապօրինությունների պրոգրեսիվ բնույթ, որի կանաչ լույսը ինքը ունի, այսինքն մենք տեսնելու ենք կատաստրոֆիկ աստիճանի ռեպրեսիաներ, խախտումներ, դրանց վրա աչքերը փակ են լինելու եւ ինչ էլ որ լինի դուք ես պարտված մի ճանաչիր, դա ստացվում է մոլդովական սցենար, այսինքն նույնիսկ եթե դիմացի կողմը հաղթելու է, դու վերես կենալու ասես որ դու ես հաղթել։ Ու քանի որ վարչական ռեսուրսը քո տակ է լինելու, դու դա օգտագործելու ես ընտրությունների հենց հաջորդ օրվանից քո այդ ռեպրեսիվ բովանդակությամբ իշխանությունը ամբողջապես հաստատելու համար, անմիջապես փոփոխություններ ես պարտադրելու սահմանադրական դատարանում, այլ ինստիտուտներում, որտեղ ընդդիմությունը կարող է որոշակի օրենսդրական դաշտին համաձայն քայլեր ձեռնարկել եւ այլ եւ այլն, ըստ այդմ ինքը դեռ այն ինչ որ դուք նկարագրեցիք, դրանք դեռ բողբոջներն են։ Եվ այս պրոգրեսիվ բնույթի ապօրինությունների մասին պետք է եւ մտածի, եւ խոսի, եւ ըստ այդմ պատրաստվի գլխավոր ընդդիմադիր ուժը, որ այսօր ուժեղ Հայաստանն է, հանձին պարոն Կարապետյանի, Սամվել Կարապետյանի, եւ պետք է շատ այսպես դրա վախերը, արմատական վախերը շատ կտրուկ ձևով հրապարակ բերի, ստիպի, որ նա իրագործի սխալներ, որը իր վախի դեպքում անընդհատ տեղի ունենում,